Մենք գիտենք, որ վերջերս հրապարակված սեպտեմբերի 22-ի հենց վերջերս մի քանի օրվա տվյալներով հավաստագիր ստացել է 2823 ընտանիք, իրացվել 907-ը, այսինքն սա կազմում է արցախայության ընտանիքների ընդամենը 2%-ը։ 2 տարվա ընթացքում ստացվում է, որ իրենց տխրահռչակ ծրագրից արդեն այդ ծրագիրը ստացվում է, որ այդպես պիտի չէ անվանենք, եթե 2 տարվա ընթացքում ծրագրից օգտվել է ընդամենը 2%-ը, ապա սրանից պիտի հետևություն արվի, որ այս ծրագիրը, այո, որ հնարավոր չի այն գործարկել։ Այսօր մեր հյուրն է նաև հաջորդ մեր բանախոսը, Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի փոխնախարար պարոն Համբարձումյանը, ով իր ունակություններով փայլել է Արցախի Հանրապետությունում, բայց ինչ որ Հայաստանի Հանրապետությունում իրենց արժանապատվությունից ցած են համարում հաշվի նստել պարոն Համբարձումյանի հետ։ Խնդրեմ, պարոն Համբարձումյան, այդ դուք ինչ կասեք Հայաստանի Հանրապետության ծրագրերի վերաբերյալ։ Շնորհակալություն, Արցախցու համար երկու կարևոր բան կա, այսինքն այդ ծրագրեր, սա կարող են շատ լավ բաներ գրել, բայց ոչ մեկն էլ չի իրականացնել։ Նախ տվյալ դեպքում գրված նորմալ բան չկա, ես չգիտեմ գրողն ով է կամ որտեղ է այդ ինչա արել, ինչա գրել, ճիշտն ասած լավ կլինի, որ չիմանանք էլ նման հեղինակին ընդհանրապես ի հայտ բերելն իմաստ էլ չունի, որովհետև այդ հեղինակին իմաստ բերելու դեպքում ուրիշ բաներ էլ դուրս կգան։ Արցախցու համար առաջին ամենակարևոր բանը լինի աշխատանք։ Մնացածը ինքը կստեղծի։ Եվ բնակարանը։ Մնացածը ինքը կստեղծի նորից, եթե անգամ նորմալ աշխատանք։ Իսկ տվյալ դեպքում Հայաստանի այս քանի հազար կիլոմետր, որ ամեն օր են թղթե տրաֆարետը, որ պարոն Փաշինյանը օրեկան ճոճում է, այդ ճոճած տրաֆարետի համաձայն այս տարածքում աշխատանք չկա ոչ միայն արցախցու համար, չկա նաև հայաստանցու համար։ Այստեղ ինչ որ բան դնել, որ երկուսի համար էլ նորմալ աշխատանք չկա եւ որևէ մեկն էլ լինի դա կառավարություն, լինի դա չգիտեմ ով մյուս կառավարական մարմինները կամ մյուս ոչ մեկը չի մտածում դրա մասին, որ առաջին հերթին մարդուն անհրաժեշտ է աշխատանք եւ ոչ թե ուրիշ բաներ ինքը կստեղծի, ինքը իր համար ամեն ինչ էլ կարող է ստեղծել։ Համենայն դեպս առաջին կարևոր բանը աշխատանքն է։ Եթե Արցախցուն ապահովեն աշխատանքով կամ ինչ-որ ձևով այդ աշխատանքը լինի, ապա Արցախցին ինքը իր մնացած հարցերը կլուծի։ Սա ամենից կարևորը։ Ինչ վերաբերում է բնակարանին, բնակարանը պարզ է, որ մարդ փողոցում չի մնալու, ինչ որտեղ պիտի մնա։ Իսկ մնալու համար էլ մեր երևանցիներ չասենք, այս դեպքում ընդհանրապես այդ սեփականատերերը, ովքեր վարձակալության են տալիս իրենց տները կամ սենյակները, կարծես թե բոլորին ընկալում են ինչ որ, չգիտես, փողի քսակ են ընկալում եւ պատկերացրեք նրանք մտահոգված են միայն ու միայն իրենց այդ գումարը ինչ որ ձևով վերցնելու ու պատկերացրեք աբսուրդային ու անգամ բանի սատիրա ասենք թե սա սարկազմ ասենք իրանք իրար հետ խոսում են այս հրեաներն էլ մի բան չեղան չկարողացին Իրանին նենց խփել որ սա թափվեին Երևանում գները թանկացնեին այս տիպի արտահայտություններ արդեն անում են որը որ բնականաբար շատ ծիծաղելի է ու նաև ասինքն դեգեներացման աստիճանը ինչ դեգեներացման աստիճան պիտի ունենալ որ մարդ նման ձևով մտածի կամ նման ձևով սա է խնդիրը որ այդ դեգեներացման աստիճանը շատ է մեծացել առաջին հերթին եւ ընդհանրապես հասարակության մեջ է դեգեներացման process-ը գեներացնում է հենց կառավարությունը կարելի է ասենց ասել եթե կառավարության անդամը կամ այդ իշխանությունների ներկայացուցիչը ասում է կառավարությունը պատասխանատու չէ քաղաքացու անվտանգության համար էլ ինչ կարելի է ասել ինձ հետո այսինքն կամայական պահի կամայական տեղ կարող են մարդուն սպանել ոչինչ ոչ մեկ պատասխանատու չէ եթե կառավարության անդամը նման արտահայտություն է անում կառավարության անդամը կլինի չգիտեմ
պատգամավոր կլինի կամ ով ուզում լինի, ապա ամեն դեպքում սա նշանակում է, որ այդ հասարակությունը, այդ ընդհանրապես այդ կառավարությունը ընդհանրապես պետք չի, ավելի լավ է, ինչ է եղել տարբեր պետություններում ինքնահոսի տվեք գնա, էլի, եթե տենց է, եթե որևէ մեկը որևէ բանի համար պատասխանատու չէ, ինչն է այստեղ մարդուն եւ ելնելով այս իրավիճակից էլ արցախցին էլ մնացածի նման, հետո արտագաղթը ոչ միայն արցախցին է կատարում, հայաստանցին էլ է արտագաղթում, եկեք միայն արցախցուն չանենք, հայաստանցիներն էլ են արտագաղթում, եկեք հաշվեք, որ այս 2 տարիների ընթացքում արցախցիներից բացի արտագաղթել է բազմաթիվ հայաստանցիներ եւ այդ արտագաղթը շարունակվում է ու շարունակվելու է մինչեւ այս դեգրադացված հասարակությունը խելքի չկա։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն Համբարձումյան, բավականին ճշգրիտ հստակ ներկայացրիք այս կառավարության, այս իշխանությունների վարվող քաղաքականությունը եւ բնական է, որ նման պայմաններում արցախցին չի կարա գոյատևի։